պետք է ցավով նշեմ, որ այդ ռեեստրում հայտնվել էին ոչ միայն անձինք, ովքեր ունեին խախտումներ, այլ նաև անձինք, որոնք չունեին որևէ խախտում։ Սա բավականին վտանգավոր է։ Ավելի լավ է չունենալ ընդհանրապես միգրացիոն հաշվառում, քան ունենալ կեղծ միգրացիոն հաշվառում, գնել փողով կեղծ միգրացիոն հաշվառում։ Ես ուզում եմ միանգամից մեր հայրենակիցներին ասել, որ Ռուսաստանի Դաշնությունում գոյություն չունի պայմանագրի որևէ տեսակ, որը ենթադրում է վարձատրություն, որից չլինեն հարկեր։ Ամենասարսափելի բանը, որ կա, դա երբ որ երեխայի համար կեղծ ռեգիստրացիա են արել, որպեսզի դպրոց ընդունեն, սա հիմք է խնամակալության մարմինների կողմից երեխային ընտանիքից վերցնելու համար։ Իմ կարծիքով սա հակասում է ԵԱՏՄ համաձայնագրին, որովհետև սա իր յուրօրինակ վիզային ինչ-որ ռեժիմ է դառնում, ինչը ԵԱՏՄ համաձայնագրի մեջ պետք է որ բացառված լինի։ Կարծեմ այս տարի հունիսից նոր խստացումներ են լինելու ՌԴ միգրացիոն օրենսդրությունում, այս խստացումները իրենցից ինչ են ենթադրում։ Բարև ձեզ, այսօր մեր հյուրը Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն է։ Շնորհակալ եմ Տիկին Բեժանյան մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Բեժանյան, նախորդ զրույցի ժամանակ խոսեցինք, որ փետրվար ամսից ուժի մեջ են մտնելու ՌԴ միգրացիոն օրենսդրությունում նոր խստացումները, դրանք արդեն ուժի մեջ են մտել։ Ինչ խնդիրներ են արձանագրվել այս ընթացքում, եղել են արդյոք օրինական աշխատանքային միգրանտների իրավունքների խախտման դեպքեր։ Շնորհակալություն հնարավորության համար։ Այո, փետրվարի 5-ից ուժի մեջ մտավ ռեժիմ վիսիլկի կամ արտաքսման ռեժիմը, որը նշանակում էր, որ Ռուսաստանի Դաշնությունում ոստիկանությունը իրավունք ունի առանց դատարանի վճռի, առանց դատարանի որոշման արտաքսելու օտարերկրացուն եւ եթե կասկած ունի, որ օտարերկրացին որևէ խախտում է արել, 48 ժամ կալանավորելու նրան, պարզելու համար արդյոք եղել է այդ կասկածը հիմնավոր է, թե ոչ։ Եվ միաժամանակ ուժի մեջ մտավ վերահսկվող անձանց ռեեստրը կոնտրոլируемых лиц, որի մեջ ներառվեցին մինչև փետրվարի 5-ը Ռուսաստանի Դաշնության տարածքում որևէ խախտում կատարած բոլոր օտարերկրացիները։ Սկզբում հայտարարվեց, որ ռեեստրում հայտնվել են 670,000 օտարերկրացիներ, բնականաբար այդ թիվը պարբերաբար փոխվում է եւ ինչպես ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Կարավոյը, 6 ժամը 1 ռեեստրը թարմացվում է, արդեն օրինական փաստաթղթեր ունեցողները դուրս են գալիս, հայտնվում են նոր խախտում իրականացրածները։ Առնվազն 10 օր առաջվա դրությամբ արդեն իսկ խոսվում էր 38,000 ՀՀ քաղաքացու ռեեստրում հայտնված լինելու մասին, բայց քան որ 6 ժամ փոփոխվում է, այս պահին ես չունեմ այլ տվյալ, թե որքան են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ավելացել է, թե նվազել է ռեեստրում նրանց հայտնվելը։ Ռեեստրում հայտնվելը ինչ է ենթադրում։ Առաջին բանը, որ արվում է, անմիջապես սառեցվում են այդ անձանց բանկային հաշիվները։ Հաջորդիվ նրանց որևէ գործարք, որևէ գործողություն, որևէ պետական եւ ոչ պետական կազմակերպություն իրավունք չունի տրամադրելու։ Անձը չի կարող, օրինակ, երեխա ունեցավ ծննդյան վկայական ստանալ, չի կարող գրանցել ամուսնություն, չի կարող գույք վաճառել, գույք գնել, անգամ իր ՌԴ-ում ձեռք բերած վարորդական իրավունքը չի գործում։ Եվ անձը պարտավոր է իր տեղաշարժի մասին տեղյակ պահել ոստիկանությանը։ Եվ եթե կլինեն որևէ կասկածներ ոստիկանության կողմից, որ անձը իրենց տեղյակ չի պահում, չեն կարողանում նրա հետ կապի դուրս գալ, ոստիկանությունը իրավունք ունի գնալու նրա բնակության վայր եւ անգամ եթե դիմադրություն լինի, հաղթահարել այդ դիմադրությունը, մուտք գործել եւ ոստիկանությանը ուղիղ տրված է հասանելիություն նրա հնարավոր բոլոր անձնական տվյալներին։ Նու բանկայինը արդեն հասկացանք, նաեւ հարկային եւ այլ բոլոր տվյալներ։ Եվ այս առումով պետք է ցավով նշեմ, որ այդ ռեեստրում հայտնվել էին ոչ միայն անձինք, ովքեր ունեին խախտումներ, այլ նաև անձինք, որոնք չունեին որևէ խախտում եւ բոլոր փաստաթղթերը ունեին, օրինական էին այդ փաստաթղթերը, անգամ կային անձինք, որոնք ունեին ժամանակավոր բնակության իրավունք կամ կացության կարգավիճակ, ՌՎՊ եւ վիդնաժիցեստվա, եւ երկու դեպք առնվազն մեզ է հայտնի, որ երկքաղաքացի էր հայտնվել այդ ցուցակում։
Երկքաղաքացիների հարցը ավելի հեշտ է, բնականաբար, երբ որ տարել էին իրենց ռուսական անձնագիրը, նրանց անմիջապես հանել են ռեեստրից։ Մյուս բոլորի համար առաջին քայլը, որ պետք է անել, եւ մենք էլ խորհուրդ ենք տալիս, որ քաղաքացին պետք է գնա իր միգրացիոն հաշվառման, այսինքն ռեգիստրացիայի տարածքային միգրացիոն ծառայություն, ՖՄՍ-ի տարածքային գրասենյակ։ Այնտեղ ինքը պետք է ներկայացնի իր փաստաթղթերը, որտեղ կհիմնավորվի, որ ինքը օրինական է գտնվում, եւ եթե տարածքային կենտրոնը չի հանի նրան ռեեստրից, իսկ ցավոք միայն Մոսկվայում են հանում, մյուս տեղերում այդ խնդրին անընդհատ մենք առնչվում ենք, որ տարածքային կենտրոնը ասում է, այո, ձեր փաստաթղթերը նորմալ են, բայց ես չեմ կարող հանել ռեեստրից։ Հաջորդիվ էլեկտրոնային նամակ ենք ուղարկում, օնլայն նամակ ենք ուղարկում միգրացիոն հարցերի գլխավոր գերատեսչությունն է, Главное управление по вопросам миграции։ Եթե միգրանտը ինքը չի կարող է դիմել մեզ, մենք իր համար կգրենք այդ նամակը, որ համաձայն համապատասխան օրենսդրության այսինչ հոդվածի այսինչ կետի, խնդրում եմ ինձ տրամադրել հիմնավորումը, ինչու եմ հայտնվել այդ ռեեստրում, կից ներկայացնում եմ իմ փաստաթղթերը, որոնք կցում ենք նամակին, որից հետո սովորաբար 3 աշխատանքային օրում հանում են ռեեստրից, եթե անձը օրինական է եւ պատահական է հայտնվել։ Իսկ եթե իրապես ունի խախտում եւ հայտնվել է ռեեստրում, Պրոցեսը մի քիչ ավելի երկար է։ Նախ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ խախտում է դա։ Եթե դա օրինակ միգրացիոն հաշվառում չանելն է, այս դեպքում անձը վճարում է տուգանքի չափն է տարբեր 5000-7000 նայած Ռուսաստանի որ մասում են գտնվում, եւ կարող է իր միգրացիոն հաշվառումը վերականգնել կամ երկարացնել։ Բայց եթե անձը ունեցել է կեղծ միգրացիոն հաշվառում, կեղծ փաստաթուղթ, սա արդեն վտանգավոր է, որովհետև արդեն բազմաթիվ դեպքեր ունենք, երբ անձանց նկատմամբ հարուցվել են քրեական գործ, անձինք տուգանվել են 80000 ռուբլի տուգանքով եւ արտաքսել են նրանց։ Այսինքն սա բավականին վտանգավոր է։ Ավելի լավ է չունենալ ընդհանրապես միգրացիոն հաշվառում, քան ունենալ կեղծ միգրացիոն հաշվառում, գնել փողով կեղծ միգրացիոն հաշվառում, որովհետև չունենալը վարչական խախտում է, կեղծ փաստաթուղթ ունենալը քրեական հանցագործություն է։ Բնականաբար պատիժներն էլ տարբեր են։ Վարչականի համար տուգանք եւ հնարավորություն օրինականացնելու, քրեականի համար տուգանք եւ արտաքսում։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս մեր հայրենակիցներին՝ մի գնեք կեղծ ռեգիստրացիաներ։ Դա ուղիղ արտաքսման է տանելու ձեզ։ Հաջորդը բուժզնման տեղեկանքի եւ մատնահետքի քարտի չունենալու պահն է։ Այստեղ եւս, եթե անձը չի անցել, չի հասցրել ժամանակին անել դա, ապա ունի հնարավորություն հիմա գնալու, մինչև ապրիլի 30-ը տրված է այդ հնարավորությունը ՌԴ նախագահի հրամանագրով։ Գնալ եւ անցնել բուժզննումը, հանձնել մատնահետքը, ստանալ այդ քարտերը։ Եթե անձը չունի աշխատանքային պայմանագիր, տրվում է հնարավորություն բոլորի համար բնականաբար տուգանքներ վճարելով կնքելու նոր աշխատանքային պայմանագիր եւ այդ հիմքով նորից իրենց միգրացիոն հաշվառումը երկարացնելու։ Նորից եմ խնդրում չանել կեղծ պայմանագրեր։ Մի հետաքրքիր բան կա, որի մասին ես ուզում եմ օգտվելով առիթից ասել, որովհետեւ գիտեմ շատ են ձեր դիտողները։ Այնպես է ստացվել, որ մեր հայրենակիցների մոտ կա թյուր կարծիք, որ եթե իրենք պայմանագիր են կնքում ֆիզիկական անձի հետ, այսինքն ծառայությունների մատուցման պայմանագիր, եւ այդ պայմանագրում նշում են նվազագույն աշխատավարձ, ինչպես իրենք են ասում, մինիմալ կա, ապա իրենք հարկեր չեն վճարում։ Ես ուզում եմ միանգամից մեր հայրենակիցներին ասել, որ Ռուսաստանի Դաշնությունում գոյություն չունի պայմանագրի որևէ տեսակ, որը ենթադրում է վարձատրություն, որից չլինեն հարկեր։ Ֆիզիկական անձի հետ կնքված ծառայության մատուցման պայմանագրի դեպքում տվյալ ֆիզիկական անձը, որը հանդիսանում է գործատու, նա առնվազն պետք է, եթե 6 ամսից պակաս է աշխատող վարձում, 30% վճարի եկամտահարկ եւ տվյալ անձը պետք է ունենա բժշկական ապահովագրություն։ Իսկ եթե 6 ամսից ավել է 13% պետք է վճարի եւ ելի ունենա բժշկական ապահովագրություն։ Որովհետեւ եթե այդ հարկերը չեն վճարում, հիմա իրենք զարմացած են, որ գործատու հանդիսացող ֆիզիկական անձի վրա գալիս են մեծ տուգանքներ, 300,000, 400,000 ռուբլի տուգանքներ։ Դա նրանից է գոյանում, որ տվյալ անձը հարկ չի վճարել։
Եվ անձն էլ, ով որ կնքել է այդ ծառայության մատուցման պայմանագիրը, շատ հաճախ կնքում են ծանոթների հետ, որպեսզի կարողանան օրինականացնել իրենց գտնվելը։ Այս դեպքում դուք ուղղակի ձեր ծանոթին գցում եք շատ վատ վիճակի մեջ, որովհետև նա տարեվերջում պետք է բավականին մեծ տուգանքներ վճարի։ Չկա այդպիսի աշխատավարձի չափ, որից հարկեր չվճարվի։ Մեծ աշխատավարձից մեծ հարկեր են վճարում, փոքր աշխատավարձից փոքր հարկեր են վճարում։ Ուստի ես խնդրում եմ մեր հայրենակիցներին, որ եթե պետք է իրենք այսպիսի պայմանագրեր կնքեն, նախ պետք է պատրաստ լինեն կամ այդ հարկերը վճարելուն, կամ եթե իրենք խնդիր ունեն այս առումով, հաշվապահ, չգիտեմ, եւ այլն հարկայինի հետ, ես առաջարկում եմ ուղղակի նման, հատկապես այս տեսակի ոչ իրավաբանական անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքողներին, դառնալ ինքնազբաղված, սամազանյատի։ Թող զանգահարեն մեր գրասենյակ, ես քայլերի հերթականությունը կասեմ, ինչպես դառնալ ինքնազբաղված եւ ընդամենը 4% հարկեր վճարել, որը որևէ խնդիր չի առաջացնի եւ կտա հնարավորություն, որպեսզի անձը օրինականացնի իր գտնվելը Ռուսաստանի Դաշնությունում։ Եվ հիմա մենք ունենք բազմաթիվ այդպիսի հայրենակիցներ, որ չգիտակցելով իրենց կարծիքով իրենք օրինական են գտնվում, չհասկանալով, որ սա խախտում է, իրենք հայտնվել են այս վերահսկվող անձանց ռեեստրում։ Եվ ցավով եմ ասում, որ երբ որ հաշիվները սառեցնում են, մարդիկ ուզում են դուրս գալ, ասեմ միանգամից, որ երբ որ ՌԴ տարածքից դուրս գան, ռեեստրից ավտոմատ դուրս են գալիս իրենք, բայց գումարները տնօրինելու խնդիր են ունենում։ Շատ կարևոր է իմանալ, եթե օրինակ խախտումը եղել է վարչական եւ դուրս է գալիս, ռեեստրից դուրս են գալիս, կարող են հետ գնալ եւ օրինականացնել իրենց գտնվելը։ Եթե խախտումը քրեական է եղել, իրենք կարող են դուրս գալ ու մուտքի արգելք ունենալ, ել չկարողանալ վերադառնալ։ Այս դեպքում ճիշտ է իրենց բանկային հաշիվը կբացվի, բայց եթե իրենք չունեն էլեկտրոնային հնարավորություն բանկային հաշիվները կառավարելու, ուղղակի պետք է ինչ-որ մեկին լիազորագիր տան, որ գնա իր հաշիվներից իր գումարները կանխիկացնի, այսինքն միևնույն է շատ տհաճ իրավիճակում են հայտնվում առավելևս գումարների կառավարման հետ կապված։ Իսկ եթե միգրանտը օրինական գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ հայտնվել է այդ ռեեստրում եւ չի կարողանում դուրս գալ, այդ դեպքում ինչ պիտի անի։ Օրինական գտնվողների պարագայում ես նորից եմ ասում, շատ արագ է լուծվում այդ հարցը։ Եթե նույնիսկ իրենք տեղում չեն կարող, թող ուղղակի զանգահարեն մեր թեժ գծին 096 56 57 67, մենք իրենք կօգնենք 3 աշխատանքային օրում ինքը ռեեստրից դուրս կգա, եթե օրինական է գտնվում։ Բավականին արագ այդ հարցը լուծում են, որտեղ երբ որ կցում ենք փաստաթղթերը, որ օրինական գտնվում է, աշխատում է, հարկեր է վճարվում իր համար, չունի որևէ խախտում, այս մարդկանց հարցը հեշտ է լուծում։ Ավելի դժվար է, երբ որ իրապես ունեն խախտում, եւ այստեղ շատ կարեւոր է այդ խախտումը վարչական է, թե արդեն քրեական դաշտ է գնացել։ Մի բան էլ այստեղ ասեմ, երեխաներին վերաբերվող։ Ամենասարսափելի բանը որ կա, դա երբ որ երեխայի համար կեղծ ռեգիստրացիա են արել, որպեսզի դպրոց ընդունեն, սա հիմք է խնամակալության մարմինների կողմից երեխային ընտանիքից վերցնելու համար։ Խնդրում եմ չանել այդպիսի բան, որովհետև եթե պարզվեց, որ երեխայի համար նաև կեղծ ռեգիստրացիա են այլ, երեխան կդառնա այնտեղ անցանկալի, իսկ ծնողը, որը նույնիսկ եթե ունի օրինական բնակություն, նրա օրինական բնակությունը եւս կչեղարկվի ու բոլորը միասին կարտաքսվեն։ Մյուս կողմից էլ երեխային, եթե պատրաստվում են տանել իրենց հետ, պետք է պատրաստ լինեն, որ եթե երեխան ռուսերեն չգիտի, նա չի կարող գնալ դպրոց։ Ոչ մի դպրոց նրան չի ընդունի։ Երեխան պետք է քննություն տա ռուսերենից, բավարար գիտելիքները եթե կլինեն, հնարավոր կլինի ընդունեն դպրոց գնալ, եթե ոչ, թող մոռանա դպրոց գնալու մասին։ Նաև նոր խստացումներով, որոնք փետրվարից ուժի մեջ մտան, սահմանային ծառայության աշխատակիցները իրավունք ունեին իրենց որոշմամբ թույլ չտալ միգրանտների մուտքը երկիր, արդեն եղել են նման դեպքեր։ Այո, ցավոք, 2 տասնյակից մի քիչ, բայց մեր քաղաքացիների նկատմամբ կիրառվել է այդ նոր որոշումը, երբ որ թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, եւ դա եղել է սահմանապահի, ինչպես նշում է, սահմանապահ հիմնավոր կասկած ունի, որ տվյալ անձը կարող է սպառնալիք հանդիսանալ Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը։ Եվ միանգամից ասեմ, որ եթե այս հոդվածով թույլ չեն տալիս մուտք գործել, մենք արդեն պարզեցինք, որ մուտքը փակում է Ռուսաստանի Դաշնության անվտանգային ծառայությունը, ՖՍԲ-ն, եւ այդ մուտքը փակելը անժամկետ է։ Այսինքն այդ անձը եւ հնարավոր չի բողոքարկել, որտեղ ինչքան էլ փորձենք բողոքարկել, այդ դատարանը ուղղակի չի չեղարկում այդ որոշումները։ Եվ արդեն ունենք դեպքեր, նույնիսկ եղել է անձ, ով առաջին անգամ էր մեկնում Ռուսաստանի Դաշնություն։
Իսկ այս այդ իրենց որոշումների նպատակը ո՞րն է, ինչ որ քաղաքական նպատակ կա որևէ մարդու չթողնելու երկիր, թե իրենք նշում են, որ դա անվտանգությունից ելնելով է, որտեղ ամենամեծ թվով քաղաքացիները, Տաջիկստանի քաղաքացիներն են, որ այս հիմքով չի թույլատրվել մուտք գործեն Ռուսաստանի Դաշնություն, դա բացատրում են կռոկուսի դեպքերով, երկրի պատերազմական վիճակի մեջ գտնվելու հանգամանքով եւ իրենք նշում են, որ հենց դրա համար ոստիկաններություն սահմանապահներին թույլ են տվել իրենց հայեցողությամբ առանց այլ գերատեսչության համաձայնություն ստանալու, ուղղակի թույլ չտալ օտարերկրացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Եվ եթե սահմանապահը որոշեց, ուրեմն անձը պետք է հետ դառնա այդ պահին ու վերադառնա իր երկիր կամ մեկնի մեկ այլ երկիր, բայց Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել չի կարող։ Ձեր նշած այս բոլոր խնդիրները լուծելու համար դուք առաջարկել եք դեսպանատներում, հյուպատոսարաններում ավելացնել աշխատանքային կցորդի հաստիկ, ով կզբաղվի հենց այս հարցերի լուծմամբ։ Արդյոք այս առաջարկը ներկայացրել եք միգրացիոն ծառայությանը կամ արտաքին գործերի նախարարությանը եւ եթե այո, ապա մոտավոր հաշվարկներ ունեք, քանի հոգու մասին է խոսքը։ Ես հետաքրքիր բան ասեմ, որ այդ առաջարկությունը առաջին անգամ չէ, որ ներկայացվել է 15 տարի շարունակ այդ առաջարկությունը ներկայացվել է, այո, նույնիսկ եղել են հաշվարկներ եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակին նշել է, որ չունի բավարար միջոցներ, որովհետև իրենք չեն կարող բոլոր հյուպատոսաններում ունենալ աշխատանքային կցորդներ։ Մենք առաջարկեցինք, որ գոնե Ռուսաստանի Դաշնության 5 հյուպատոսական ծառայություններում լինեն այդպիսի աշխատանքային կցորդներ, որոնց նպատակը լինելու է Հայաստանի Հանրապետությունից մեկնած աշխատելու նպատակով մեկնած անձանց խախտված իրավունքների պաշտպանությունը։ Արձագանք չունեմ դեռևս, որևէ մեկը չի պատասխանել, այսպես ասած խոսվեց, որ հնարավոր է դա ոչ թե կցորդների տեսքով լինի, այլ կերպ լուծվի այդ հարցը, անկեղծորեն դեռ չգիտեմ ինչպես կարող է լուծվել, ինձ համար կարևոր է, որ այս հարցը լուծվի, անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանից դուրս, հիմա կլուծեն կցորդների միջոցով, թե չգիտեմ, կորոշեն օրինակ զբաղվածության մասնագետներ ունենալ դեսպանատներին կից կամ ներկայացուցչություններ ունենան այլ երկրներ, որտեղ մենք ամենաշատ աշխատանքային միգրանտները ունենք, ինչպես այդպիսի փորձ ունեն որոշ երկրներ։ Ինձ համար մեկ է, ինձ համար շատ կարևոր է, որ լինեն մարդիկ, ովքեր իրապես կզբաղվեն խախտված իրավունքների պաշտպանությամբ կամ վերականգնումամբ։ Կարծեմ այս տարի հունիսից նոր խստացումներ են լինելու ՌԴ միգրացիոն օրենսդրությունում, այս խստացումները իրենցից ինչ են ենթադրում։ Արդեն իսկ դեկտեմբերի 1-ին ընդունվեց նոր օրենք, որ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս անձինք պարտավոր են լինելու սահմանին հանձնել կենսաչափական տվյալներ եւ հունվարի 1-ից սկսած մի շարք օդանավակայաններում Մոսկվայի բոլոր օդանավակայաններում եւս 2 քաղաքում կիրառվում է փորձնական այդ հանգամանքը եւ անձինք մուտք գործելիս հանձնում են մատնահետք, մի հատ էլ դուրս գալիս են հանձնում մատնահետք, բայց հունիսի 30-ից ամբողջ ծավալով ուժի մեջ կմտնի այս որոշումը, որ բոլոր օտարերկրացիները, այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները, առայժմ այդպես է հայտարարվում, Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելուց առաջ պետք է 72 ժամ առաջ էլեկտրոնային պորտալով տեղեկացնեն ՌԴ պատկան մարմիններին, որ իրենք պատրաստում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Դեռևս չգիտենք ինչ պորտալի մասին է խոսքը, քննարկվում է հեռախոսային հավելվածի տարբերակը եւ այլն։ Ամեն դեպքում այդ պորտալը դեռևս պատրաստ չի, բայց այդ քննարկումները շատ ակտիվ հիմա ընթանում են եւ դրա մասին նաեւ տեղեկացրել է ԵԱՏՄ միգրացիոն հարցերի դեպարտամենտի ղեկավարը իր ասուլիսներից իր ելույթներից մեկի ժամանակ, որ պետք է պատրաստ լինել եւ հունիսի 30-ին սա ուժի մեջ կմտնի, եթե հրատապ իրավիճակ է եւ պետք է ինչ-որ հրատապ պատճառով անձը մեկնի, առնվազն գոնե 4 ժամ առաջ, բայց բնականաբար ներկայացնելով հիմնավորումներ, ինչու է հրատապիր մեկնելը, պետք է ՌԴ իշխանություններին տեղյակ պահի, որ ինքը մուտք է գործում Ռուսաստանի Դաշնություն,
Սա, չգիտեմ, իմ կարծիքով սա հակասում է ԵԱՏՄ համաձայնագրին, որովհետև սա իր յուրօրինակ վիզային ինչ որ ռեժիմ է դառնում, ինչը ԵԱՏՄ համաձայնագրի մեջ պետք է որ բացառված լինի եւ չգիտեմ, եթե այսպես լինի, սա բավականին լուրջ խոչընդոտներ կառաջացնի այս առումով։ Իդեպ շարունակվում է արկախված մնալ հունվարի 1-ից ուժի մեջ մտած մի փոփոխություն, որը ուղիղ անդրադառնում էր մեր ուղևորա եւ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների վրա, երբ որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամկետը կրճատվեց։ Հունվարի 1-ից նախկին տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր գտնվելու ռեժիմը երկու անգամ կրճատվեց եւ դարձավ տարվա ընթացքում 90 օր գտնվելու, գումարային 90 օր։ Այս հարցը բարձրացրել ենք եւ ներքին գործերի նախարարության մոտ եւ նույնիսկ ԵԱՏՄ գործընկերներին ենք տեղեկացրել, ԱԳՆ-ն է տեղյակ սրա մասին, իրենք են բարձրացրել այս հարցը։ Այս հարցը արկախված է, լուծում չունի։ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները նշում են, որ այո, իրենք տեղյակ են, որ կա այդ խնդիրը, օրինակ բեռնափոխադրում իրականացնող կազմակերպության վարորդը, որը մուտք է գործում ՌԴ տարածք, ինքը որևէ հիմք չունի այնտեղ երկար մնալու, որովհետև ինքը չի հաշվառվում որևէ հասցեում, չի կնքում աշխատանքային պայմանագիր, այսինքն իր հիմքերը բացակայում են երկարաժամկետ մնալու եւ եթե տվյալ անձը տարվա ընթացքում գումարային 90 օրից ավել հանկարծ մնաց Ռուսաստանի Դաշնության տարածքում, սահմանը հատելուց հետո նրա մուտքը փակվելու առնվազն 3 տարի ժամկետով։ Եվ սա խնդիր է, որը դեռևս լուծում չի ստացել։ Մենք եւս փնտրում ենք հնարավորություններ, բայց ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ում պետք է անպայման այս հարցը քննարկվի եւ ողջամիտ ժամկետ սահմանվի, այսինքն նման գործունեություն ծավալող անձանց համար պետք է այլ ռեժիմ գործի, այլապես սա բավականին լուրջ խնդիրներ կառաջացնի։ Տիկին Բեժանյան, այս բոլոր խստացումները ՌԴ-ում, միգրացիոն օրենսդրությունում ինչի համար են ի վերջո արվում, չէ՞ որ սա նաև հնարավորություն է Ռուսաստանի Դաշնության տնտեսության համար էժան աշխատուժ ներգրավելու, որակյալ կադրեր ներգրավելու առումով, ինչու է ՌԴ-ն այսպես տրամադրված խստացումներ անում, որ հնարավորինս քիչ մարդ գնա։ Իրենք չեն ասում մենք խստացում ենք, որ քիչ մարդ գնա։ Իրենք ասում են, որ մեր երկրում շատ են անօրինական միգրանտներ, նախ պետք է բոլորին օրինականացնենք։ Այս մասով ես իրենց հետ համաձայն եմ, որևէ երկիր չի ցանկանա ունենալ մեծ թվով անօրինական միգրանտներ, բայց մյուս կողմից ոստիկանությանը տալ անսահմանափակ իրավունք արտաքսելու իդեպ դա բերել է բավական լուրջ կոռուպցիոն ռիսկերի եւ մենք արդեն ունենք ահազանգեր, որ ոստիկանությունը մարդկանց բռնում է եւ ասում է այսքան գումար վճարի, թե չէ քեզ կարտաքսեմ։ Այսինքն առնվազն իրենք պետք է գիտակցեն, որ իրենց ոստիկանությունը նման գործողություններ անելու է։ Եվ օրենքով տալ այդպիսի հնարավորություն ոստիկանությանը, սա եկեք մեղմորեն ասած, այնքան էլ միգրանտների նկատմամբ արդարացի չէ։ Բայց երբ որ խոսում ենք շատ ավելի շատ խստացումների սահմանին եւ այլն, իրենք ես ինչպես ասացի, նշում են, որ սա իրենց համար անվտանգության հարց է, կրոկուսի դեպքերից հետո հատկապես, բայց այն խստացումները, որոնք հիմա իրենք իրականացնում են, դեռ 19 թվականից այդ խստացումների նախագիծը իրենք քննարկում էին։ Եվ Հայաստանում թերևս ես առաջինն եմ, ով 19 թվականին Armenpress-ում ասուլիսի ժամանակ ներկայացրեց, որ կա այսպիսի փաթեթ եւ առաջիկայում ուզում են Ռուսաստանի Դաշնությունում այս խստացումներն անել, անշուշտ COVID-ը խանգարեց ավելի արագ դա իրականացնելու, բայց պատերազմից հետո շատ ինտենսիվ սկսեցին այդ բոլոր փոփոխությունները կյանքի կոչել։ Կրոկուսն էլ նպաստեց նրան, որ ամենամեծ խստացումները, ամենախիստ ծավալով անմիջապես ընդունվեն, որտեղ այն օրենքը, որը հիմա ուժի մեջ է մտել, 3 ընթերցում պետք է անցնի ՌԴ-ում օրենքը ընդունվելու համար, 2 ընթերցումը 1 օրում է եղել։ Իրենք շատ հրատապ ընդունել են առնվազն ռեժիմ Վիսուլկին, որը ուժի մեջ մտավ արդեն իսկ փետրվարի 5-ից եւ իրենք կարծում են, որ սա անվտանգային խնդիր է եւ իրենք անվտանգության համար են անում։ Դուք ճիշտ նշեցիք, որ տնտեսական մասով իրենք տուժում են եւ երկրի տնտեսական բլոկը ի նկատի ունեմ եւ գործարար համայնքը եւ էկոնոմիկայի նախարարությունը ուղիղ հակասության մեջ են այս օրենքի հետ եւ իրենք պնդում են, որ իրենք խնդիր ունեն
եւ թափուր աշխատատեղերի շատ մեծ ցանկ ունեն, որը չեն կարողանում համալրել, նաեւ պայմանավորված նրանով, որ այն աշխատանքները, որը նախկինում անում էին հատկապես կենտրոնական Ասիայից եկող միգրանտները, այսօր բաց են մնացել եւ այդտեղը չեն կարողանում եւ չեն լրացնում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ինչը խնդիր է իրենց համար։ Բայց դեռևս ուժայինները հաղթում են, որովհետև իրենք ամեն կերպ պնդում են, որ պատերազմող երկիրը պետք է մաքսիմալ անվտանգային ռեժիմ ունենա։ Այս խստացումները կարող են անընդհատ շարունակվել, ամեն տարի ավելի մեծանա դրանց ծավալը եւ ի վերջո կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ Հայաստանից Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիների թիվը ուղղակի հավասար լինի 0-ի կամ շատ քիչ լինի։ Այդ դեպքում, այդ սցենարի դեպքում դա ինչ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի համար եւ ինչ պիտի անի Հայաստանը այս մարդկանց աշխատանքով ապահովելու հարցում։ Ասեմ, որ արդեն իսկ նվազումը դեպի Ռուսաստանի Դաշնություն շատ ակնհայտ է, բավականին մեծ։ Եթե մենք 22-23 թվականին խոսում էինք 8%, 10%, ես ըստաղին կարող եմ ասել, հիմա այդ տոկոսները հասել են 25-30-ի, որտեղ շատ մեծ է նվազումը տոկոսների Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող Հայաստանի Հանրապետության աշխատանքային միգրանտների։ Առաջին հերթին, առաջին պատճառը իդեպ ոչ թե խստացումներն են, ռուբլու կուրսի անկումը, ինչի համար իրենք չեն ցանկանում մեկնել։ Երկրորդ տեղում գալիս են օրենսդրության խստացումները, որոնք անշուշտ ստեղծում են իմ նշած բազմաթիվ խնդիրները։ Երրորդ տեղում գալիս են մուտքի արգելքները, որ մարդիկ ինչ որ խախտում ունեցել են, դուրս են եկել եւ չեն կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Բարեբախտաբար նրանք, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարող մեկնել, մեծ մասը արդեն փորձում են Հայաստանի Հանրապետությունում աշխատանք գտնել եւ շինարարությունները, որոնք հիմա իրականացում են նաև մարզերում, դպրոցների, մանկապարտեզների, բազմաթիվ անձինք ես հիմա շրջում եմ Հայաստանի Հանրապետության մարզերում եւ տեսնում որ շատերը ներգրաված են այդ շինարարությունների մեջ կամ գալիս են Երևան աշխատելու, անշուշտ կան մարդիկ, որոնք ամեն կերպ փորձում են մեկնել, նույնիսկ նրանք, ովքեր ունեն մուտքի արգելքներ, բոլոր հնարավոր հավանական եւ անհավանական մեթոդներին դիմում են, որպիսի մեկնեն, էլ փորձում են Բելոռուսով գնալ, բայց Բելարուսի սահմանապահը տեսնում է Ռուսաստանի Դաշնության մուտքի արգելքը եւ միանգամից մեր հայրենակիցներին ասեն, որ Բելարուսով Ռուսաստան կարելի է մեկնել օդային ճանապարհով, ցամաքայինով մեկնելը դա համարվում է անօրինական սահմանահատում կամ անօրինական փոխադրում, եթե ինչ որ մեկը ձեզ օգնում է, որը քրեորեն պատժելի արարք է, բռնվելու դեպքում դուք ուղղակի բանտ կնստեք։ Այսինքն ես օրինակ խորհուրդ չեմ տա այդպիսի ռիսկերի դիմեն մարդիկ եւ գնան հայտնվեն այդպիսի իրավիճակներում, բայց կան անշուշտ կան մարդիկ, ովքեր պատրաստ են գումարներ վճարել որևէ կերպ հայտնվելու ՌԴ տարածքում։ Եվ ասել որ կզրոյանա, ես վստահ եմ որ չի զրոյանա, որովհետեւ կան այսպիսի մարդիկ, որոնք բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները կիրառելու են, որպիսի մեկնեն Ռուսաստանի Դաշնություն։ Բայց ինձ ինչ որ չափով հուսադրում է այն, որ շատերը այստեղ կարողանում են աշխատանք գտնել, բայց եթե այն մեծ ծավալը, որ օրինակ ապրիլի 30-ից հետո պարզվի, որ չգիտեմ, այդ 38,000-ից 1000-ն է կարողացել օրինակ անցնել, մյուսները արդեն արտաքսման վտանգի տակ են, նրանց գալը Հայաստանի Հանրապետություն ինքը բավականին այո խնդիրներ կստեղծի սոցիալական առումով, որովհետև այնպես չի որ այստեղ այնքան շատ աշխատանք կար, որ իրենք թողել գնացել։ Նրանց մի մասը անշուշտ կգտնի աշխատանք, բայց մյուս մասը վստահաբար խնդիր է ունենալու եւ այստեղ պետք է քայլեր ձեռնարկել, այսինքն նախ պատրաստ լինել, ունենալ ծրագրեր, պատրաստ լինել առաջարկելու ինչ որ բան։ Եվ ես կարծում եմ, որ ոչ միայն պետական մարմինները, այլ նաև հասարակական կազմակերպությունները այս ուղղությամբ պետք է ծրագրեր իրականացնեն, որովհետև մենք ապրիլի 30-ից հետո կարող է ունենանք բավականին տհաճ իրավիճակ սոցիալական առումով, եթե հանկարծ այդ խումբը վերադարձավ Հայաստան։ Իսկ հնարավոր է գտնել միգրացիայի համար նոր երկրներ։ Անշուշտ որոնք կարող են լինել այդ պոտենցիալ երկրները, որ այն աշխատուժը, որ գնում է Ռուսաստան գնալու փոխարեն գնա այդ երկիր։ Դա մեկ երկիր պետք չի լինի։ Ես ուսումնասիրել եմ մեր ԵԱՏՄ մյուս գործընկեր Ղրղստանի փորձը։ Իրենք արդեն իսկ շատ երկրների հետ ունեն պայմանագրեր, եթե չեմ սխալվում 75 երկրի հետ արդեն ունեն պայմանագիր։
եւ դրա մեջ կային եւ ԵՄ երկրներից, եւ արաբական երկրներից կային, եւ հարավային Կորեաներ ներառված իրենց ցանկերում, ուզում եմ ասել, շատ տարբեր են եւ այստեղ պետք է ճկուն լինել հասկանալու համար, թե հատկապես որ երկրին մեր այս աշխատուժը պետք կլինի, որովհետև մի փոքր տարբերվում են մեր ոլորտները ՌԴ-ում աշխատելու եւ օրինակ Қырғызստանից մեկնողների եւ հաշվի առնելով, որ նրանց մոտ կանանց թիվը ավելի շատ է, քան Հայաստանից մեկնողների, բայց այնուամենայնիվ հնարավոր է եւ սրա համար պետք է ուղղակի բավականին լավ ուսումնասիրություն անել, հասկանալու համար այն աշխատուժը, որ գնում աշխատում այնտեղ, ուր կարող ենք մենք նրանց ուղղորդել, որ իրենք մեկնեն աշխատելու համար։ Վստահ եմ, որ մենք կգտնենք։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ Տիկին Բերժանյան հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ մեզ դիտելու համար, շարունակեք հետևել հետքին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։